Արդյոք հնարավոր է ապրել միաժամանակ տարբեր իրականությունների մեջ։ Իմ կյանքը հիմա այդպիսին է։ Ծանր կորուստի գիտակցություն, առօրյա հոգս, հիմա էլ մի փոքր վիրտուալ հետաքրքրություն եմ մտցրել փորձում եմ տեսանյութեր ստեղծել, փորձում եմ խոսել, հոգիս թեթևացնել, փորձում եմ միտքս աշխատացնել, միտքս կենտրոնացնել, մի քանի րոպեով շեղել, երևի մի փոքր հաջողվում է։ Մարդու հոգեկանը երևի կարողանում է մի ռեժիմից մյուսին անցնել։ Երբ հիմա նստած եմ ու այս ծաղիկները կամ այս բուսականությունն եմ փորձում նկարել, այնպիսի մի վշտի ու տխրության ալիք է հարվածում, որ այս ամենը անհեթեթություն է թվում։ Ուզում եմ ամեն ինչ թողնել և անհետանալ այս կյանքից։ Այո, բնությունը շատ գեղեցիկ է, վայրի ծաղիկները, կանաչ խոտածածկը, ամեն ինչ կա, դրանք մի քանի րոպե են շեղում։ Բնությունը ունի իր հանգստացնող ուժը, այն չի ցավեցնում։ Բայց դա ընդամենը մի քանի րոպե, ապա գալիս է տխրության, դատարկության, վշտի, կարոտի, անարդարության, խորը կսկիծի զգացումը։ Արդեն երեկոյանում է, այսօրն էլ ապրեցի, այսօր էլ ինձանից ինչ կախված էր արեցի, մնում է այսօր էլ դիմանալ տխրությանը, այսօր էլ դիմանալ անիմաստությանը, կյանքի աբսուրդին, կորուստի աբսուրդին, կյանքի մեծ անարդարությանը, ապրել այդ իրականությունների մեջ։ Ամենը փրկության համար է, թե ներոցանցը, թե բնությունը, թե մարդկային շփումները, որոնք ավելի պարտադիր են,
Իհարկե շփումների շրջանակը նեղացել է, որովհետև միշտ կյանքդ բաժանվում է առաջ և հետո շրջանի։ Եվ հնարավոր չէ նախկին կյանքը պատկերացնել, նախկին կյանքում հայտնվել, նախկին ձևով, նախկին առնչությունները պահպանել, որովհետև դա քանդվել է, դա փլուզվել է, դա ցավ է պատճառում։